Սիրելի բարեկամներ, եթերում է երկխոսություն հեռուստաաշարի հերթական հաղորդումը եւ մեր հյուրն է Նիկոլ Փաշինյանը։ Շարունակում ենք մեր հաղորդումը։ Պարոն Փաշինյան, մի այսպիսի հարց, ձեր ազատազրկման վայրից մինչ դուրս գալը եւ դուրս գալուց հետո մամուլում այնպիսի կարծիքներ հնչեցին, որ ասենք ձեր դուրս գալուց հետո ինչ որ փոփոխություններ կլինեն Հայ ազգային կոնգրեսի մարտավարության մեջ, տարբեր կարծիքներ տեղի ունեցան եւ կխնդրեի, որպեսզի այս հնարավորությունը օգտագործելով անձամբ ձեզանից լսենք, թե տեղի են ունեցել ինչ որ մարտավարության մեջ փոփոխություններ կամ կանխատեսվում են կամ կա ինչ որ այդ ասեկոսները ընդհանրապես կամ ասենք հնչեցված կարծիքները ինչ պատասխան ունեն։ Գիտեք, ավելի դուք երևի մի քիչ մեղմ ձևակերպեցիք հարցը, այդ առումով ավելի կոպիտ կանխատեսումներ են հնչում եւ շարունակում են հնչել։ Ես հետեւյալը կարող եմ ասել, ես դեռ 2008 թվականին Հայ ազգային կոնգրեսի կազմավորումից հետո հայտարարել եմ, որ Հայ ազգային կոնգրեսը իմ քաղաքական տունն է եւ Հայ ազգային կոնգրեսը իմ քաղաքական ընտանիքն է եւ սրանով կարծում եմ ամեն ինչ աշխատված է։ Բանտից դուրս գալուց հետո Հայ ազգային կոնգրեսի աշխատանքները իմ դուրս գալուց հետո Հայ ազգային կոնգրեսի աշխատանքները ինչպիսի բնույթ կգրեն, դա ցույց կտա ժամանակը, եթե ես կարող եմ որևէ ձևով նպաստել, որ Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը ավելի արդյունավետ լինի, բնականաբար եւ ես եւ Հայ ազգային կոնգրեսը դրա համար միայն ուրախ կլինենք, բայց ընդհանուր առմամբ ես այսօր ակտիվ մասնակցում եմ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի աշխատանքներին, Հայ ազգային կոնգրեսի աշխատանքներին եւ ամեն օր ավելի ու ավելի ակտիվ եմ փորձում ներգրավել, ամեն օր հանդիպում եմ ունենում Հայ ազգային կոնգրեսի տարբեր շտաբներում համակիրների, ակտիվիստների խմբերի հետ եւ ըստ էության ներգրավված եմ թիմային աշխատանքի մեջ։ Եթե դուք նկատի ունեք, որ հնարավոր է արդյոք ես քաղաքական գործունեություն ծավալեմ Հայ ազգային կոնգրեսից դուրս, ես կարճ եւ հստակ ասեմ, ոչ հնարավոր չէ։ Այսինքն դա ուրախալի լուր էր եւ միանգամից բարատում է այն բոլոր տեսակի կարծիքները, որոնք հնչել են այդ կապակցությամբ։ Ես կուզեի մեկ հարց տալ, որպես Ես ներողություն ասեմ, ավելին այս ընթացքում տարբեր լրատվամիջոցներ լուրեր են տարածել, թե իբր Հայ ազգային կոնգրեսում իմ եւ կոնգրեսի այլ լիդերների միջև կան հակասություններ, հակամարտություններ եւ այլն, բայց հասկանալի է, որ այս սցենարները ընդամենը իշխանական հորինած մոգոնած սցենարներն են, երրորդ ուժի տիպի լրատվական գրոհի սցենարների մեջ։ Ես կարծում եմ, որ իհարկե շատերն են հասկանում, որ Հայ ազգային կոնգրեսը սկզբունքային կառույց է, քաղաքական թիմակիցների միավորում է, որը ժողովրդավարական կառույց է, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն ունի արտահայտել իր կարծիքը եւ իր չափով ազդել որոշումների կայացման վրա եւ իր չափով մասնակցել իր կայացված որոշումների կայացմանը։ Այնպես որ ասում եմ, Հայ ազգային կոնգրեսը իմ կարծիքով այս պահին եւ մինչեւ այժմ էլ աշխատել է որպես շատ կուռ եւ հստակ թիմ, եւ ես համոզված եմ, որ թիմային այդ աշխատանքը կշարունակվի, որովհետեւ ինչքան էլ քաղաքական գործիչները, քաղաքական լիդերների դերը քաղաքականության մեջ շատ կարեւոր է, բայց մենք պետք է արձանագրենք, որ քաղաքականությունը այնուամենայնիվ թիմային աշխատանք է։ Հայ ազգային կոնգրեսը այն թիմն է, որում ես պատկերացնում եմ իմ քաղաքական գործունեությունը։ Պարոն Փաշինյան, վերջերս ես մամուլում նկատեցի, որ մի շատ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի Դավիթ Հաշենի գրասենյակի հետ կապված եւ կարծես թե եթե չեմ սխալվում, դուք նույնպես եղել եք այն անձանց շրջանակում Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության, որ այցելել եք այնտեղ եւ եթե հնարավոր է 1-2 խոսքով մեր հեռուստադիտողներին ներկայացնել ինչ միջադեպ էր եւ ասենք ինչ նպատակներ էին հետապնդում իշխանությունները։ Ճիշտն ասած, միջադեպ որպես հետևյալն է եղել, երբ որ մամուլում առավոտյան լրատվություն է հայտնվել, որ այսօր այդ օրը
ազգային կոնգրեսի շտաբ է բացվելու Դավիթ Հաշենում, դա որ ահազանգի դեր է կատարել ոստիկանության տարածքային բաժնի համար եւ նրանք օպերատիվ այցելել են Հայազգային կոնգրեսի Դավիթ Հաշենի շտաբի համակարգողի բնակարան, փորձել վերցնել նրա տվյալները, բնականաբար մենք շատ արագ արձագանքել ենք դրան, որից հետո ոստիկանությունը պարզաբանել է, որ իրենց հետաքրքրությունը կապված է նրանով, որ իրենք ցանկացել են արձանագրել, թե որտեղ է Դավիթ Հաշենի Հայազգային կոնգրեսի շտաբը, այդ շտաբի բնականon գործունեությունը եւ անվտանգությունը ապահովելու համար։ Գովելի է, փաստորեն։ Ես այդ հանդիպման ժամանակ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես մի արձանագրում արեցի, ես մեր համախոհներին կոչ արեցի, որ ցանկացած հետապնդման վտանգի դեպքում արագ մեզ արձագանքեն մեր Հայազգային կոնգրեսի յուրաքանչյուր ակտիվիստ, ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ Հայազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը 24 ժամ օրվա մեջ 24 ժամ կանգնած է քաղաքացու թիկունքին եւ որևէ ահազանգի դեպքում իրենից կախված ամեն ինչ կանի տվյալ հետապնդմանը ապօրինությանը համարժեք պատասխան տալու համար։ Ես Դավիթ Հաշենի շտաբում ասացի, անկախ նրանից ումից կբխի սպառնալիքը, հանցագործ կլինի, ոստիկան կլինի, գեներալ կլինի, տանկով կլինի, ավտոմատով կլինի, մենք օրվա մեջ 24 ժամ կանգնած ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայազգային կոնգրեսի ակտիվիստի թիկունքին եւ ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք արագ արձագանքել, գնալ կանգնել նրա կողքին եւ համարժեք պատասխան տալ ապօրինությանը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան։ Այժմ մի հարց ունեմ, որը առնչվում է մամուլին։ Որն է մամուլի հատկապես անկախ մամուլի նկատմամբ հաջորդականությամբ հարուցվող գործերի եւ նման չհիմնավորված տուժերի նպատակը։ Ի նկատի ունեմ Ժամանակ, Երևան օրաթերթի, Հրապարակի, կարծեմ այլ թերթեր էլ կան, եթե ես տեղյակ չեմ, կխնդրեի Հայկական ժամանակ ճիշտ է, կներեք։ Այո։ Հայկական ժամանակ օրինակ արդեն մեկ անգամ այդպիսի դատարանի կողմից ապօրինի տուգանքի ենթարկվել է 3.6 միլիոն դրամի չափով, դա 2009 թվականն էր, հիմա դատական պրոցես է, որտեղ երկու ատյաններ արդեն վճռել են, որ մենք 6 միլիոն դրամ պետք է վճարենք 3 օլիգարխների։ Խնդիրը շատ պարզ է դրված, կարծում եմ ակնհայտ է, թե ինչի համար փորձ է արվում սնանկացնել կոնկրետ մեր թերթում ազատ մամուլը լրացնել եւ սնանկացնել թերթը հայկական ժամանակ թերթը կոնկրետ գոյատևում է գոյություն ունի վաճառքից ստացած գումարների հաշվին եւ բնականաբար երբ որ նման տուգանքներ են տարվում այդքան գումարներ շրջանառությունից պետք է հանվեն եւ իշխանությունը հույս ունի թե այդ ճանապարհով հնարավոր կլինի սնանկացնել կամ տնտեսապես թուլացնել թերթը Եվ խնդիրը շատ պարզ է, ուղղակի լրացնել ազատ մամուլը։ Դուք գիտեք, որ հեռուստատեսային եթերը ըստ էության մոնոպոլիզացված է, եւ նրանք այսօր տպագիր մամուլը լայն հանրության համար դարձել է լրատվության հիմնական աղբյուրը։ Ինտերնետից գիտեք շատերը չեն հնարավորություն չունեն օգտվել։ Հայաստանում ինտերնետից օգտվում են հիմնականում այն մարդիկ, որոնք առանց այդ էլ տեղեկացված են։ Իսկ Լայն հանրությանը ինֆորմացիա հասնում է տպագիր մամուլի միջոցով եւ Իշխանությունը հստակ խնդիր է դրել սնանկացման ճանապարհով հասնել տպագիր մամուլը լրացնելուն։ Նախկինում քրեական գործեր են հարուցում, բացի այս Մարտի-Մեկյան իրադարձությունների հետ կապված քրեական գործը, նախկինում երբ ես ունեցել եմ ընդամենը գլխավոր խմբագրի կարգավիճակ, իմ նկատմամբ մի քանի անգամ քրեական գործ է հարուցվել 99 թվականին ես դատապարտվեցի ազատազրկման, որը հետագայում փոխվեց պայմանականի, այսինքն մեծ հաշվով ոչ մի բան տեղի չի ունեցել, նոր բան տեղի չի ունեցել, իշխանությունը ինչպես նախկինում էր ջանքեր գործադրում լրացնել, այսօր էլ նույն ջանքերը շարունակվում են եւ մենք էլ պետք է շարունակենք մեր ջանքերը իշխանության այդ ջանքերը հոդս ցնդեցնելու համար։ Պարոն Փաշինյան, այսինքն չնայած այն հանգամանքին, որ այսօր Հայաստանում կարող ենք արձանագրել, որ չկան քաղաքական բանտարկյալներ,
Համենայն դեպս թեկույս այս տարբերակով քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Սա կարելի է դիտարկել որպես քաղաքական հետապնդման յուրօրինակ տարբերակ։ Գիտեք ինչ, մենք արձանագրում ենք, որ Հայաստանում այս պահին չկան քաղբանտարկյալներ, բայց մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ցանկացած պահի կարող են լինել քաղբանտարկյալներ, որովհետև քաղբանտարկյալի հիմնական հարուցիչը ապօրինի հանցավոր իշխանությունն է։ Այսինքն, երբ որ հանցագործ իշխանությունը, ապօրինի իշխանությունը որոշակի իրավիճակում հայտնվի, որ անհրաժեշտ լինի քաղբանտարկյալներ ունենալ, լռեցնել եւ այլն, մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ քաղբանտարկյալներ։ Ես ասել եմ, որ հիմա այս պահին քաղբանտարկյալների բացակայությունը դեռևս ոչ մի երաշխիք չի տալիս, որ մեկ ամսից մենք նույն իրավիճակում չենք հայտնվի։ Քաղբանտարկյալներ չունենալու միակ երաշխիքը օրինական իշխանության ձևավորումն է եւ սահմանադրության, օրինականության գործունեությունը տվյալ երկրում։ Ի վերջո այն երկրում, որտեղ գործում է սահմանադրություն եւ օրենքները գործում են, այդ երկրում քաղբանտարկյալ լինել չի կարող։ Իսկ քանի դեռ սահմանադրությունը եւ օրենքները չեն գործում, նշանակում է ցանկացած պահի մենք կարող ենք ունենալ քաղբանտարկյալ։ Ի վերջո նաեւ մամուլի դեմ կայացրած վճիռները նույնիսկ իրենց ընդունած օրենքներով օրինական չէ։ Սա է ամբողջ խնդիրը։ Իրենք ընդունում են կամայական օրենքներ, գործողության մեջ են դնում կամայական օրենքներ, բայց դրանք իրագործելիս քաղաքական հակառակորդների դեմ, ազատ մամուլի դեմ միևնույնն է խախտում են նույնիսկ իրենց ընդունած օրենքները, որովհետև այս իշխանությունը իր բնույթով ապօրինի է, այս իշխանությունը որևէ օրենք, որևէ սահմանադրություն, որևէ կանոն չի ճանաչում։ Նրանց միակ կանոնը եւ օրենքը բեսպրեդելն է։ Եվ մենք եթե ուզում ենք այս իրավիճակը փոխենք, պետք է արմատախիլ անենք այդ ավազակապետությունը, այդ իշխանությունը, որպեսզի փոխվի նաեւ երկրում մթնոլորտը, բեսպրեդելի մթնոլորտը փոխարինվի օրինականության մթնոլորտ։